Մեկնարկում է թվով 3-րդ Arm Games Kids-ը։ Նորից 100 պատանիներ հավաքվել են, որպեսզի մրցեն, պայքարեն ու իրենցից ընդամենը մեկը կճանաչվի Arm Games Kids-ի հաղթող։ Վստահաբար այսօր լինելու է ֆանտաստիկ էմոցիաներ, ֆանտաստիկ ուրախություն, հաղթանակի բեկրանք, բայց նաև լինելու է պարտություն, լաց, այն ամեն ինչը բնական է օրգանիկ է, այն ինչ որ միշտ կատարվում է Arm Games-ում։ Իսկ հիմա, քանի որ մենք ունենք նաև ծնողներ, նա ծնողները ծափարում են, այսօր մեր խաղը լինելու է նաև հանդիսատեսով, որտեղ ծնողներն այստեղ են ու բարձր ծափերով դիմավորում ենք մասնակիցներին։ Հոպա, այսենց, եկեք, շատ լավ, ոնց եք երեխեք։ Այո, ասում եմ, մեր թվով 3-րդ Arm Games Kids-ն է, առաջինում 2 տղա հաղթեցին, երկրորդում 1 աղջիկ հաղթեց, չգիտեմ այստեղ երկուսը կլինեն հաղթող թե մեկը, բայց բոլորիդ մաղթում եմ հաջողություն, որովհետև այսօր սկսվում է արդեն Arm Games Kids-ը գնացին ծափերը։ Արդեն պատրաստ ենք սկսելու առաջին խաղը, որը կոչվում է ազդանշան։ Բացատրենք խաղը։ Խաղը շատ պարզ է։ Լուսացույցը ցույց է տալիս որևէ գույն, մասնակիցները պետք է տվյալ գույնի շարիկը արագ գտնեն գետնից եւ վերցնեն։ Հաջորդ փուլը ասում են այն մասնակիցներին, ովքեր հասցնում են վերցնել տվյալ գույնի շարիկները։ Մասնակիցներ պատրաստ եք։ Շատ լավ։ Ուշադրություն։ Թրա։ Օպա, այո, օպա, Էդ ինչ տրուկներ արեցի երկուսի վրա, անունդ ինչ է? Մարիամ։ Ապրես Մարիամ ջան։ Դուրս մնացինք, դեպրտում կչնալիս հալու։ Հիշեցնեմ, որ այս փուլում ոչ մեկ չի պարտվում, նրանք զուտ անցնում են սպասման ռեժիմի խաղ։ Պատրաստ։ Օպա, բռնեց։ Օպա։ Այդտեղ այդ պատկատ էիր անում։ Ֆուտբոլ ես խաղում, այդ ինչ պատկատեր անում։ Ովքեր որ գնդակներով չեն գնում են վեգայի զոնա։ Պատրաստ։ Նելսոն թռնում ենք։ Օպ։ Էս ինչ պայքարակ։ Սող կորմիների տորան։ Չեմ ապատում։ Վայ անազի ջանը, անունդ ինչ է։ Սելին։ Վայ Սելին ջան, դու արժանացան այդ գնդակին։ Ովքեր որ գնդակով չեն գնացիք երեխեք ջան։ Պատրաստ։ Օպա, Օրով ինչ խելացի տղա են։ Շատ խելացի տղա են։ Ովքեր որ գնդակով չեն գնացին։ Պատրաստ եք։ Թռանք։ Օպա։ Այո, վերջին մասնակիցը կարողացավ վերցնել։ Բոլոր մասնակիցները անցան այս փուլում։ Վերջին փուլն է, էմոցիաները շատ են, որտեղ բազմաթիվ մասնակիցներ անցել են, ավելի սակավաթիվ մարդիկ անցել են սպասման ռեժիմ։
Դրո 62 մասնակիցը, այդ ինչ եղավ հետը։ Կոշիկը սնգալ։ Ոսերուտ նայմեն մատ կոշիկ ադնող։ Բայց ինչից էր մեծ էր բրեդ։ Չգիտեմ։ Տալչոք տալուց է, բայց գիտեք չէ, ոչ մեկը դուրս չեք մնացել։ Բոլոտ խույեթերում եք։ Հələ ոսպա, դու ինչ լավն ես։ Չակոննա։ Սերենա, Սերենա, դու քանի տարեկան ես։ 11, 11։ Ես օրինակ որ ֆիլմ նկարեմ, Սերենային տանել եմ նկարվի։ Ով է իր ծնողը։ Որ ես ֆիլմ նկարեմ իրան կբերեք, չէ։ Լրի ֆիլմի պատկերա։ Երեխեք ջան, դուք բոլոր սպասման ռեժիմում եք։ Գժուկներ, դուք բոլորը տանցակ հաջորդ փուլ եկեք ինձ մոտ։ Սպասման ռեժիմ մնացել է 17 մասնակից, որից 10-ը կանցնի հաջորդ փուլ, 7-ը դուրս կմնա։ Խաղը կոչվում է շրջադարձ։ Մասնակիցները պետք է գունավոր բաժակները շրջեն, ներսում կա շտրիխ կոդ։ Ում բաժին է հասնում, դա բարձրացնում է վեր եւ նա անցնում է հաջորդ փուլ։ Պատրաստ եք։ Հիշում ես դու ինչ ես ասել։ ասել եմ, Ինչ ես ասել։ ասել եմ, որ ես հաղթելու եմ ու հաղթելու եմ։ Բայց որ չհաղթես, մեկը դու տեսակով հաղթող ես, չէ։ Այո։ Մտածեք, գիտեք ինչ կա, ասալը։ Գիտեք ինչ կա։ Ես հաղթելու եմ։ Մի հատ չեմ, մի մատով գնաց։ Գիտեք ինչ կա։ Ես հաղթելու եմ։ Պատրաստ։ Գնաց։ Պայք, ով գտել է պայք։ Ով գտել է պայք։ Ահա։ Հələ դու տուրից է, դու դիմանա։ Հələ։ Շատ լարված պայքար է։ Մասնակիցները մի մասը գտել են, մի մասը դեռ չեն գտել։ Ահա։ Դավացը ձերից հետ գցի։ Այո, ապրես աղջիկը, ճիշտ է։ Բալես հլը կգաս նայմ ինչա ձերքով։ Բացը դա ինչ ես անում, սարի կանում։ Ստոպ! Նայեմ, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, շնորհավորում եմ, 10, բաժակները գտնվեցին, ստացվում է այնպես, որ դուք սելն ես այս փուլն է չանցակ, ես պայն բոթասդ ոնց որ դուրս չեկավ, բայց շատ եք նեղվում։ Նեհամ ես ոչինչ անում են տա։ Ուրախ եմ որ գոնե եկա մասնակցեցին։ Բայց մենք ձեզ էլ ենք սպասելու, նենց չի որ ձեզ չենք սպասում։ Մի հատ բոլորս ուզում են մեր այս 7 մասնակիցներին ծափարենք, որտեղ իրանք լքում են Arm Games-ը։ Մի հատ իդես գլկեմ Ой, купила, да ничего не знаешь. Ստացվեց։ Ստացվեց։ Մեկնարկում է երկրորդ փուլը, խաղը կոչվում է գետնից բարձր։ Բացատրենք։ Այս փուլի համար մասնակիցները պետք է նախ եւ առաջ արագ կանգնեն հարմար արկղի վրա, որովհետեւ մյուս փուլում բարթանալու է եւ նրանք այդ արկղի վրա պետք է կանգնեն մեկ ոտքով։ Հաջորդ փուլ անցնում են այն մասնակիցները, ովքեր մինչեւ խաղի ավարտ չեն ընկնում արկղի վրայից։ Պատրաստ։ Գնաց։ Опа. Բոլորը կանգնում են երկու ոտքով։ Այս խաղը դիմադրողականության խաղ է։ Այստեղ հաղթելու են այն մասնակիցները, ովքեր կդիմադրեն ավելի երկար։ Մարդիկ կան, որ արդեն իսկ ընտրել են իրենց համար դաժան տումբա։ Արա ջան, հիմա ես քեզ հարցում եմ, ավելի մեծ տումբա չկար, որ ընտրեիր։
Կար ուղղակի ես գիտեի, որ հաստատ չեմ անցնել, դրա համար ասի ամենամոտիկը ես սրա վրա կանգնեմ։ Ինչի որոշեցի, որ հաստատ չես անցնելու։ Դե ես դանդաղ եմ վազում, Ինչ կապ ունի։ դե բոլորը կհասցնեն ես հետ։ Այդ մեկը բոլոր տումբաները բոլորի համար նախատեսված են։ Հաղթելու եմ։ Հավայ, բոլորը կանգնած են։ Դա համար առաջինը պետքա քո վրա չկասկածես, այլ գնաս նրա հետևից, ինչի հետևից ուզում ես։ Դա հաղթանակն է կամ պայքարն է։ Հաղթելու եմ ու всё։ Եթե ձեր ոտքը հպվում է գետնին, դուք լքում եք նախագիծը։ Դու արագավազ տղա ես, ինչի եք աստեղ կանեցի, բայց ճիշտ Դեռ չկարել։ Ոստու։ Տեսա որ սա արագ են կոմենտ են գնում, ասեցի ստե կանեմ, ստե ոչ մեկ չկանեցվի։ Հասկացա։ Լավ, ես ստեղ աղջնակը տեսա, որ շատ ուրախացա, որ կանգնեց։ Դες օրինակ ինչի գաստեղ, անունդ ինչ է։ Էլեն, Հելեն, ինչի ուրախացավ։ Ուզում ես այստեղ կանգնել, թե ուղղակի ուզում ես կանգնել։ ստե ուզում կանի։ Այստեղ, որ մեծ է դրա համար։ Հա։ Հասկացա։ Դուք տանջվում եք արդեն։ Բայց մենք բոլորս հիշում ենք դուք ոնց են որ գլորվեցում է։ Դրա խաթր դու դիմանաս։ Ձեր չկա, անունդ չա։ Սելին։ Սելին, սիրուն անունն է, նայ։ Մերսի շատ։ Պայքարում ենք, միշտ ոտաստե տամ ես, հանի Պրինսիմե բոբիկ։ Խուրշուդյանի բարեկամ։ Հասկացա։ Հելենի աղջիկն ես։ Չէ։ Բայց ոտերս թողում եք։ Բարև Ռիփսիմեն, ինչ ասեմ։ Բարև, հասա բարև Ռիփսիմեն։ Ողջույն։ Շաբաթ շատ սխալ տեղ կանգնել։ Հա, դաժանացնեմ։ Հա, 072 մասնակից արիլը կրասավչիկ արի։ Այդտեղ դե կոորդինացիա չունես։ Լաս ինչի ինգար։ Չկարողացա իսպամ ընկա։ Փոքր է Հասկացա տեղը։ անունը։ Ալեքս։ Նա ուզում եմ Ալեքսին բոլորը սափարենք։ Բեր, ավելի Ալեքս, քաշեցիր։ Ալեքսը սպայն լքում է Arm Games-ը, սիրելիներս։ Նա ծափարությունները ասենք, որ գնացենք ամ։ Դավայ Ալեքսը։ Եվ սկսում է դաժան պուլը։ 3 հաշվից մասնակիցները պետքա կանգնեն տումբաների վրա 1 ոտքով։ Երբ որ երկրորդ ոտքը հպվի տումբային, դու լքում ես նախագիծը։ Շադրություն, 1 ոտք։ Չեն կպցնում մյուս ոտը, ես պտտվում եմ։ Ովքեր որ ընկնում են ընդեղ կանգնում են դուրս են գալիս, բայց չեք գնում ոչ միտեղ, դեռ դուրս եք գալի։ Այո։ Ովքեր որ դուրս են գալիս։ Դրոյսոնոտ։ Դիմացեք մասնակիցներ, դիմացեք։ Այնտեղ մի աղջնակ է դուրս մնաց։ Դուրս եկար։ Stop! Հիմա հանգիստ երկու ոտքով կանգնում եք։ Այս պահին 18 մասնակից լքել է Arm Games-ը։ 1 հոգի ևս լքում է, մնացած բոլորը անցնում են հաջորդ փուլ։ 1, 2, 3, 1 ոտքի վրա կանգնեցինք, չենք հանձնվում։ 024-ը
Մնացած բոլորը անցնում են հաջորդ փուլ։ Ալեքս։ Նոս փուլ արա լսի։ Ինչ եղավ որ վերջին ընկար։ Ոտը սենցերին դրեցի պլստած ընկավ։ Բայց միջև լավ պայքարել է, չէ՞։ Այ մոտել է շատ փոքր ամեն։ Առաջի փուլում ոտը զգվավ։ Ախպեր թռավ ոտերի սակ։ Փոքրել է դրա համար է Հա, այսինքն հասկանում եք, ինչքան կարևոր է սկզբում ճիշտ կանգնելը բանի վրա։ Տումբայի վրա։ Դու ուզում էիր հարազատ քուրիկիդ հետ փոխվեիր։ Բլարի մոտս, բայց մի հատ բացատրի։ Ասա։ Իմ քուրիկը կրվել է, ինքը շատ էր ուզում կրեր, ու ես կուզեմ իր հետ փոխվեմ, Լավ, դու քանի տարեկան ես։ 12։ Ինչ ես կարծում, ով ավելի մեծ շանսեր ունի։ Չգիտեմ, Լավ, որ հետո փոշման ես։ չեմ փոշմանի, Հաստատ։ հաստատ։ Լարի։ Դու պատրաստ ես ընդունելու հետի։ Ես չեմ մերժի։ Եղբայրը ուզում է իր տեղը զիջի իր քուրիկին։ Անունդ ո՞նց է։ Եվա։ Եվան մնում է նախագծում, Դավիթը լքում է նախագիծը։ Ոնը պոչ կարող։ Ապրես Դավիթ ջան։ Ապրես ջենտլմեն ջան։ Դու ասում ես հաջորդ փուլ։ Երեխեք ջան, ես չէի ուզենա որ դուք լքեիք, բայց տեն ստացվեց։ Ես բոլորից սիրում եմ, շնորհակալ եմ որ մեր հետ եք, շնորհակալ եմ որ նայում եք մեր խաղը։ Հուսով եմ մյուս անգամ ձեզ մոտ ավելի այս խաղի մեջ մեծ կարևոր բան կա, գիտեք, չէ՞, մեկ-մեկ բախտի գործոններ կա։ Համաձայն եք, չէ՞, ասած։ Դա մեր դիմադրողականություն ու պայքար։ Այսօր մի քիչ բախտը չժպտաց։ Մերն էլ դժվար էր, ուղղանկյուն ու փոքր էր, բայց ես չեմ տխրում, որովհետև նոր ընկերություններ եմ ձեռք բերում, իմանում եմ ինչա թիմային աշխատանքը ու խոսք ունեմ, թող հաղթի ուժեղագույնը։ Իսկ մենք շարունակում ենք մեզ մոտ Arm Games նախագծի 3-րդ խաղն է սկսում, ահագին թեժ, հավես, ինտելեկտուալ խաղը մեզ սպասում։ Ինչ դժվար անցավ այս խաղը։ Հա, իմը փոքր կուբիկ էր, ես մի ձև եմ դիմացել։ Իմը փոքր կուբիկ էր, բայց շատ հաշտ էր իմ համար։ Իմը մեծ էր, բայց համարյա անգնում էր։ Ասենք իմ ընկերում ուզել էին բրթել։ Լուրջ խոդը շատ ենք, կարա տենց բան լինի։ Երեխեք այնքան եմ սիրում այս բույտավ շոկոլադը, դուք էլ եք սիրում։ Հա, շատ։ Հա, ես ամեն օր խմում եմ։ Լավ, եկեք խմենք, արդեն գնանք թազա խաղը սկսում է։ Հա, սա սկսում է։ Մեկնարկում է 3-րդ փուլը, որը ինտելեկտուալ խաղ է, ավելի շուտ տեսողական հիշողության խաղ է։ Մեկ շաբաթ առաջ մենք ունեցանք Arm Games Kids-ում այս խաղը, որը շատ դուր եկավ թե մեզ հեռուստադիտողին, նույնը կշարունակենք այսօր։ Խաղը կոչվում է Գույնս գույն։ Խաղը տեսողական հիշողության մասին է։ Էկրանին հայտնվելու են տարբեր գույներ հերթականությամբ։ Ես բարձրաձայնում եմ թիվ, նրանք հիշելով այդ թիվի ներքո գույնը բարձրացնում են իրենց մոտի գույնը։ Ուշադրություն դեպի մեծ էկրան։ Գնացինք։ 5 Stop! Stop! Այն գույնը, որը կբարձրաձայնեմ, բոլոր տվյալ մասնակիցները պահելով այդ գույնը իրենց ձեռքերում վերև, բարձր, նախ բոլոր բարձրացրեք վերև, որ ես տեսնեմ, մեկ քայլ գալիս են առաջ, մանուշակագույն, մնացած բոլոր մասնակիցները իրենց տեղերում են մնում, երկրորդ փուլ, ուշադրություն, գնացինք, 3 Stop! Դեղին Խաղին ստում է բոլորին շատ պարզ է Հիմա փոքր ինչ բարդանում է Երորդ փուլ Երորդ փուլը մի փոքր բարդանում է Լարեք, ձեր ուղեղները լարեք Երորդ փուլը սկսվեց Ուշադրություն 4 Stop Բարձրացրեք վեր որ ես տեսնեմ
Ես շատ գոհ եմ այս խմբից, որովհետև անընդհատ մեծամասնությունը ճիշտ է կռահում։ Նարնջագույն, մեկ քայլ առաջ։ Նարնջագույն կամ գազարագույն մոտ իրար գույներ են։ Ես տեսնում եմ մի քանի մասնակիցների, որոնք դեռ բոլորը ճիշտ են գուշակել։ 4-րդ փուլ, գնաց։ Վեց։ Stop! 0-13 մոտեցի ինձ։ Մնացածը ձեր տեղերում։ 0-50 մոտեցի ինձ։ Որն էր քո գույնը։ Բանը որն էր։ Նախ ասեմ, որ կապույտները կարող են իջեցնել, դուք սխալվել եք։ Մանուշակագույնը կարող է իջեցնել, դուք սխալվել եք։ Կանաչ թե դեղին, հարցը սա է։ Դու բարձրացրել ես դեղին, դու բարձրացրել ես կանաչ։ Ոչ մեկ չի խառնվում։ Եթե դու վստահ ես, որ դեղին է եղել։ Դու վստահ ես, որ կանաչ է եղել։ Այդքան չէ, բայց այդպես եմ հիշում։ Շատ լավ։ Եթե դու փոխես քո գույնը ու պարզվի դու ճիշտ ես փոխել, այսինքն եղել է այնտեղ կանաչ, բոլոր դեղինները կանցնեն հաջորդ փուլ, մեկ քայլ առաջ կգան։ Բայց եթե սխալվում ես, փոխում ես, բայց եղել է դեղին, բոլոր դեղիններն անցնում են հաջորդ փուլ, դու մնում ես քո տեղը։ Ազգանունդ ինչա՞ն է։ Ավդալյան։ Ավդալյան ես պաստոր։ Ավդալյան ջան։ Մաման չեմպիոն է, հələ քո տվյալները չգիտենք։ Իմիջելոց լեգենդար Նազիկ Ավդալյանի տղան է։ Ասում եմ ես ուշ ասենք։ Մեր ծանամարտիկ։ Եթե դու փոխում ես քո գույնը, եթե դեղին է, մտածում ես դեղին է, բոլոր կանաչները քո շնորհիվ կանցնեն հաջորդ փուլ։ Եթե գույնը եղել է դեղին։ Բայց եթե իրականում եղել է կանաչ, բոլոր կանաչները կանցնեն հաջորդ փուլ, դու կմնաս նույն տեղում։ Քո որոշումը։ Չեմ փոխում։ Դեղինը չի փոխում, դու։ Չեմ փոխում։ Երկուսն էլ չփոխեցին, երկուսն էլ մնացին իրենց կարծիքին։ Ես հիմա բարձրաձայնում եմ ճիշտ պատասխանը, որևիցե մեկը ունեի հնարավորություն մյուս մասնակիցներին օգնելու գնան առաջ։ Այդ հնարավորությունն ունեիր դու, որը չօգտագործեցիր։ Կանաչ գույներ, հաղթող գույնը։ Կանաչ գույնը մեկ քայլ առաջ, դեղինը գնում էի դիրքում եք անգնում, ապրես։ Դու ճիշտ մնացիր քո դիրքում։ Ավդալյանը չեմպիոնական դրսևորեց իրան, չհրաժարվեց իր գույնից։ 0-51 համարով աղջնակը միակն է, որ բոլոր գույները ճիշտ է գուշակել, ապրես։ 5-րդ փուլ։ Պատրաստ։ Գնաց։ Չորս։ Ստոպ։ Բազմաթիվ մարդիկ ճիշտ են։ Կարմիրը մեկ այլ առաջ։ 0-51 աղջնակը շարունակում է ռեկորդային իր գործողությունները։ Ես ուզում եմ տեսնեմ Դավիթի քույրիկը նույնպես առաջատար գնում է։ Նա եղբայրը ձիճել է քո անունը ոնց է կիշացնես։ Եվա, նա եղբայրը ձիճել է քեզ, պետք է պայքարես։ 6-րդ փուլի սկիզբը տրված է, պատրաստ։ Գնացինք։ Հինգ։ Ստոպ։ Զրոյիսումեք համարով աղջնակը և իր հետ բարձացած բոլոր դեղինները սխալվել են, իջացրեք։ Հաղթող գույնը գազարագույն, մեկ այլ առաջ։ Ապրեք։ Մեկնարկում է 7-րդ փուլը։ Ուշադրություն։ Գնացինք։ Երկու։ Ստոպ։ Քանի որ հուշում են իրար, դուք գիտեք, ճիշտ պատասխանը
Կապույտը մեկ քայլ առաջ։ Նորից արջևում 051 համարով աղջիկնեմ։ 8-րդ փուլ։ Գնացինք։ Երեք։ Ստոպ։ Ֆանտաստիկ աշխատանք դեղիններին, ճիշտ պատասխան դեղին։ Հիշեցնեմ, որ հաջորդ փուլ անցնում է 36 մասնակից, ընդամենը։ 9-րդ փուլ, գնաց։ Վեց։ Սոպ։ Արդեն բավականին քիչ մասնակից ճիշտ գուշակեց։ Կանաչ։ 10-րդ փուլ։ Պատրաստ։ Գնաց։ Հինգ։ Սոպ։ Կանաչները մեկ քայլ առաջ։ Առաջատարը փոխվեց, միանգամից ունենք երկու առաջատարներ, 093, 045, թվերով տղան և աղջիկը արդեն առաջատար են, դուք ուր աղբեր եք, ինչ նման եք իրար։ Գնաց։ 3, ստոպ, բայք, կարմիր գույները մեկ քայլ առաջ։ Եվս առաջատարներն օրեկանի հայտ։ 12-րդ փուլ։ Գնաց։ Արդեն բավականին թեժը լարված է։ 4։ Ստոպ։ Գազարագույնը ճիշտ էր, մեկ քայլ առաջ։ Միանգամից 5 մասնակից հնարավորություն ունեն ճիշտ գուշակելու դեպքում անցնեն միանգամից հաջորդ փուլ։ Գնացինք։ 2 Ստոպ։ Ես արդեն տեսնում եմ մի քանի մասնակիցներ, ովքեր անցնում են հաջորդ փուլ։ Ճիշտ պատասխանը մանուշակագույն 3 մասնակիցներ 065, 050, 071 մասնակիցները անցան հաջորդ փուլ, վազում եք Վեգայի բաների մոտ, շատ թեժ է, ես չեմ տեսնում 051 աղջնակին, ուր է, հետ անգել, հասկացա, 14-րդ փուլ, գնացինք, 2 Ստոպ։ Բավականաչափ բազմաթիվ մասնակիցներ այս փուլից անցնում են հաջորդ փուլ, կապույտ։ Շատ լարված պահ է, լարեք ձեր հիշողությունները։ 15-րդ փուլ, գնաց։ 7 Ստոպ։ Ունենք ընդամենը մեկ մասնակից, ով անցավ հաջորդ փուլ։ Մանուշակագույն։ 018 մասնակցին, շնորհավորում ենք, դու հաջորդ փուլում ես։ Պատրաստ, գնաց։ 5 Ստոպ։ Մի քանի մասնակիցներ անցնում են հաջորդ փուլ, հստակ։ Գույնը կարմիր։
Պատրաստ։ Գնացինք։ Երեք։ Ստոպ։ Հեքի մի հատ բալես։ Որ թվերը, որ ճիշտ պատասխանում են, գալիս են առաջ, ես շատ ուրախ եմ, որ նաև ճիշտ է պատասխանել 051-ը, դեղին։ 6 հոգի։ Սերներս, եվս 3 մասնակից։ Նարա, դու շատ հետ էիր, շատ, բայց եկար հասար ապրես։ Բարև ձեզ, լարվել եք, բայց հələ հնարություն ունես։ Ինչ ես հանձնվել, այդ այնտեղ մեկը սխալվում է, դու ճիշտ ես ասում, լրիվ հավասար հնարություն ես ունենում, ճիշտ է թե չէ։ Բայ մա ինչ ես ուզվել։ Հիշում ես, որ մոտեցել էի խոսում էի, չէիր խոսում։ Պաստոն դու լացելուց ես, լավ։ Դա լավ կենտրոնացի, հələ որ կենտրոնացի։ Դիր էդ իմ մեջքիդ, ուշադրություն, մասնակիցները դեռ չպարտված արդեն հուզվել են։ 18-րդ փուլ, Բաղձալի 10-րդ գծին մոտենալու համար մասնակիցները ունեն ևս մեկ հնարավորություն։ Պատրաստ, գնացինք։ Երեք, ստոպ, ստոպ, տղեզ մի հատ ֆրծրու նայեմ, չի երևում, բոլոր այն մասնակիցների անունը որ տամ, նրանք ասում են հաջորդ փուլ և ուզում եմ զարմացնել, չեմ իմանում ինչպես, այս փուլ կարող էին անցնել միայն 36 մասնակից, այս փուլում 3 հոգի ճիշտ են պատասխանել և 36-ը լրանում է։ Վերջին գույնը, որ ճիշտ էր, մանուշակագույն։ Ես շնորհավորում եմ բոլոր անցող մասնակիցներին։ Գիտես կուզեմ բոլորս բարձր ծափարենք և մասնակիցներին հրաժեշտ տանք Arm Games նախագծից։ Քարտերը դրեք գետնին, դրեք գետնին։ Միմյանց կարող եք հրաժեշտ տալ, հաղթողները մնում են այն կողմում, Սելենաս նույնպես լքում է նախագիծը։ Ես գիտեմ, ամեն դեպքում գիտեմ, որ ինչքան դժվար է պարտվելը, գիտեմ ինչքան էմոցիոնալ է ամեն ինչը, բայց դուք սերներս, Սելենա դու էլ արի մեզ մոտ։ Բայց դուք բոլորդ հաղթարեցիք մի անգամից 3 փուլ, այս փուլից լքեցիք։ Ես ձեզ բոլորիդ գրկում շնորհավորում եմ, բայց այս պահին պետք է լքեք Arm Games-ում։ Ապրեք երեխի ջան, որ եկաք։ Պաչում եմ բոլորիդ։ Դե մի լացեք, լավ, նորմալ է։ Դուք էլ եք, վայ ապրած, տղես թե չէին ոչ մեկ չի գրկում, ես հոգնացալիս։ Ապրեք։ Այսպես էմոցիոնալ մենք տեղափոխվում ենք 4-րդ փուլ։ Մենք կամաց մոտենում ենք վերջին, մասնակիցները բաժանվել են 3 թիմի։ Այս խաղի վատը այն է, որ միայն մեկ թիմ է անցնելու հաջորդ փուլ, այսինքն 12 հոգի։ Խաղը կոչվում է գնա գալիս է։ Թիմերը սկսում են սկզբում դահուկներով, շարունակում են տակառների վրա, կարծես նավաստիներ լինեն։ Հաղթում է այն թիմը, ով առաջինը անցնում է եզրագիծը։ Պատրաստ։ Գնաց։ Հələ կարմիրներին նա է, այս ինչ թիմա։ Ահա, կանաչները անցան արդեն առաջ, կանաչները անցան, կարմիրները հետ չեն մնում, իսկ կապույտները դեռ մնացել են ամենասկզբում։ Ֆանտաստիկ աշխատանք են կատարում, թե կարմիրները, թե կանաչները, կապույտները դեռ մնացել են ամենասկզբում։ Երեխեք, արագացրեք, երեխեք, նայեք, ուշադրություն, նայեք, պատրաստ, աչը, մեկ, աչը բերեք, հանեք։ Նայեք, մեկ, երկու, աչը բերեք։ Հիմա երկու, ձախը։ Արի առաջ, գնաց,
Գնա, ձախը հիմա աչը։ Այսա։ Արդեն բոճկաները այստեղ, կարմիրները այստեղ։ Կանաչներն են, կարմիրներն են բավականին առաջ են անցել։ Շատ ֆանտաստիկ թիմային աշխատանք է այս պահին։ Վերջապես կապույտներ ընկան ռիթմի մեջ։ Վերջապես կապույտներ ընկան ռիթմի մեջ։ Պատրաստվեք, հեսա ուժեղ պայքար եք անում։ Պատրաստ, գնացեք։ Ես շահացրեք շոքնում, արագացրեք, մենք գնացինք ստեղ արդեն խաղն ավարտվում է, շատ թեժ են, ուղեք, կանը տեղիները կանանցնում են առաջ, տեղիները արդեն անցնում են առաջ, տեսնենք ինչ է կատարում, երեխեք շուտ արեք, բոշկեքը դրեք տակը, հետ արեք, Եվ կանաչ տեղիները կարծես փորձում են արդեն հաղթել։ Տեսնենք։ Չէ, սոչի։ Շադրություն։ Տեղիների հաղթանակ։ Ես ինչ էմոցիաներ եմ, ես համում եմ։ Ես համում եմ։ Ոչինչ։ Շատ լարված է, խաղի կանոնում ամենակարևորն է, որ մասնակիցները լինեն բոճկայի վրա, բոճկան, տակարն է դա բոճկան, ինչպես ասում են։ Բայց իշտում է լավ պայքարեցիր, էլի աղբորդ տեղը պահել ես, թասվը պահել ես, ապրես, քո անունը Եվա է, մենք քեզ կհիշենք Եվա ջան, ապրես սիրուն ես։ Դժվարին պայքարում, այո, դեղինները ճանաչվում են հաղթով։ Ծափարում ենք բոլոր մասնակիցներին, ովքեր պայքարեցին, բայց երեխեք ես շոքեցի ձեր խաղից, շատ թեժ էր ամեն ինչ, այ այսքան փոքրիկ նշույլով Չէ, երեխեք, լրիվ հավասար չեք հաղթել։ Բայց մենք իած ծառա չենք։ Ձեր բոճկան գլորվել էր ընդեղ դուք բազում էիք։ Ցավոք ստես գիտեմ ինչքան շատ եք ուզում անցնեք առաջ։ Ասեք, որ շատ հավեսեր։ Են պայքարը, են էմոցիաները, որ տվեցիք, ու են կապուտները էտի չէիք մի պարում, բայց հետո ընկա քունի մեջ։ Ձերներս այսպես էմոցիոնալ ես արդեն չդիմացա շոքին, որտեղ շատ թեժ էր։ Տեղինները անցան 1/4 եզրափակիչ։ Մենք տեղափոխվում ենք Arm Games Kids-ի 5-րդ փուլ։ Գնացինք։ Քարոտ եզրափակչի խաղը մեր ծանոթ խաղերից է, խաղը կոչվում է պահիր թե կարող ես։ Վստահ եմ գիտեք խաղը, բայց ամեն դեպքում բացատրեմ ինչ է կատարվելու։ Պահիր թե կարող ես։ Այստեղ մասնակիցները բաժանվում են 2 թիմի, օդում գամակից կախվում է ամեն թիմից մեկական նույն քաշի աղջիկ կամ տղա, նրանք պետք է փորձեն պահել մինչև վերջ։ Հիշեցնեմ, որ հերթականությամբ մասնակիցները պետք է թողեն պարանը։ Դիրքերով բարձրացրեցինք աղջիկներին, ընտրվել է ամենաթեթև քաշային 2 աղջիկները, ես գնամ ծանոթանամ իրենց հետ։ Քո անունն ինչ է։ Արփի։ Քանի տարեկան ես, 11 ես։ Ամենափոքր մասնակիցներից ես։ Ես հիշում եմ ինչ լավ էր դու գույները կռահում, ապրես։ Վստահում ես քո թիմին, հա։ Հա։ Կարողանա պահել քեզ։ Հա, ինձ թվում է։ Բախում ես։ Հա, մի քիչ աղանում եմ։ Հա։ Okay, մենք կնենք մյուս աղջկա ծանոթանանք։ Գեղեցկուհի, ձեր անունն ինչ է։ Էլեն։ Okay, Էլեն ջան, դուք քանի տարեկան եք։ 11։ Դուք եք 11 տարեկան։ Իսկ դուք եք վախենում որ սենց օթում եք։ Չէ՞։ Վստահում եք ձեր թիմին։ Կարողանա պահեն ձեզ։
Լավ, իսկ եթե չկարողանան, չես տեղանա իրանցից, ապրես։ Երեխեք ջան, ո՞նց եք։ Լավ, հələ ես հարցեր ունեմ ձեզ։ Մի հատ ինձ ասա Arm Games-ի քո սիրած հերոսնով եմ։ Լեդիանին ու Մինյոնը։ Ու Մինյոնը, հասկացա դու։ Ես չգիտեմ, չեմ մտածել։ Չես մտածել։ Չէ։ Ոչ չես հիշում ով էր քեզ դուր գալու։ Հայդալեկը։ Հայդալեկը, Ռաֆներ։ Իմ սիրած հերոսը Լեդյանին ու Ռաֆը։ Լավ, պայքարում են, հեսա սկսում եք բաց թողել արդեն։ Հիմա, սիրելի մասնակիցներ, ամեն խմբից մեկ հոգի պետք է բաց թողի։ Բաց թողը պետք է լինի տղա։ Դուք որոշեք թե ով։ Ահա։ Ձեր մոտ ով է բաց թողում։ Ահա, եկեք ինձ մոտ, շուչեցիք հա ձեր տեղը, ձեր անունը, Բագրատ ջան, ապրեք, ձեր անունը, Էդգար ջան, դուք եք ձեր, Էդո են ասում, հասկացա, Արա հավի, արա մի թոյլ ախպեր, Պահեմ ես կարակ թողեք, թույլ բրնեք, կպահեմ իրա։ Երեխեք լավ բարձրացեք։ ամեն թիմից բաց են թողում մեկական աղջիկ, եկեք ինձ մոտ, իրանք հələ չգիտեն, որ քո ծնունդն է, սա բոլորով շնորհավորելու են։ հետո որ աստեղ աղջիկիս եմ հենելու։ Քո անունը Մարիա։ Մարիան ու Սուսիկը նույնպես դուրս եկան։ Պատրաստվում եք, բաց են թողնելու ամեն թիմից մեկական տղա։ Բաց ենք թողնում։ Պահում ենք միջև վերջ, ոչ մեկ բաց չի թողելու։ Ասում եք ձեր աղջիկը չի ասնի փուլեր։ Ես էլ ճիշտն ասած ես զարմացած եմ հիմա, անկեղծ։ Խախատ, լավ էլ գնում արել։ Դիժ է չնալու։ Ասես ատենանք ես փուլում ոնց կանի։ Արա ջան, ինչպես եք։ Ֆոտ։ Պայքարում ես, բայց պիտի պինդ բռնես, որ տողը վրա չեն գնի, ասո թե չես բռնել դու, պինդ բռնի, պայքարի։ Ընկերես, ոնց ես։ Դիմանում ես։ Լավ, հա։ Ուշադիր ես։ Երեխեք, ոնց եք։ Դժվար է։ Շատ։ Բայց հանձնվում ես։ Նյետ։ Հասկա, դու ոնց ես։ Լավ է։ Հիշեցնեմ, որ թիմը աղտում է, ասնում է կիսաեզրափակիչ, որ թիմը պարտվում է մի անգամից լքում են ամբողջ թիմը Arm Games-ը։ Իջնում եմ, երեխեք, թաշեք։ Պայքարեք չեք հանձնվում։ Իզնից աջ թիմը, որտեղ կարմիր գամակն է կախված, սկսել են մի փոքր զիջել, կարծես թե հոգնել են, բայց պայքարում են։ Պահեք, երեխեք, իջնում եմ։ Հրաշալի աշխատում են երկու կողմնել։ Ես հպարտանում եմ բոլոր մասնակիցները, որովհետև ֆանտաստիկ աշխատանք են անում երեխեքը։ Շատ հաճախ երեխեք ավելի ջանք են պայքար չհանձնվող տեսակ են լինում, քան մեծերը։ Անդե քաշած ասպասի։ Չհանձնվեք։ Ձեզ փաթաթեք։ Հրաշալի աշխատանք եք տանում։ 4-ը էլ ֆանտաստիկ աշխատում եք։ Չհանձնվեք։
ձգեք, պահեք։ Իջնում եմ։ Դեղինը սկսեց հանձնվում են աղջիկը հրաշալի աշխատում աստեղ։ Դուք չհանձնվեք։ Իշոտեց հանգիստ նստել եք, աստեղ, ձեզ լավ զգում, ծո շատ լավ եք զգում։ Իջնում եմ։ Երեխեք չիջացնեք։ Քաշեք։ Դու ամենավերևն ես, այդտեղ չկա։ Չազնվես, ձգեք։ Պահեք։ Այդտեղ չկա։ Հրաշալիա, ճոմ հրաշալիա չես հանձնվում, անունդ ոնց է, դաթև չես հանձնվում, հրաշալի աշխատում եք։ Մատ բոլորին ոգևոր եք, ֆանտաստիկ աշխատում են։ Ախ, մոտերը չեմ զգում։ Ճիշտ, կարծես ճիշտ դիրք են ընդունել։ Հիմա ուշադրություն։ 4 մասնակիցներն էլ պետքա ձգելով կանգնեն։ Այլևս չեն կարող նստենք կամ պարկենք։ Ձգում եք ու կանգնում եք։ Այսեց։ Շատ լարված է։ Ես ծնողների տեղը հպարտանում եմ իրանց հետ։ Մեջքիցը թանի բռնի սովորական, մեջքիցը թանի, բասի բռնի այդպես։ Դավայ, երեխեք, ապրեք։ Շատ լարված իրավիճակ է։ Նարա, դավայ, պահի, այսենց։ Քաշեք։ Արդի մի քիչ նիհարեք էլի։ Վայ։ Քաշի, Նարա։ Շարունակում ենք, պահեք։ Տարհեք։ Պահում ենք, ինձ թված ավարտվել էր, բայց ուշեցին, որ չի կպել։ Մի քիչ էլ պահեք։ Վերջին ուժերն են, որ վերջին ուժերն է։ Մի շատ դժվար է։ Շաշա, խնդրում եմ, արադե հանձնվեք գնանք էլի։ Քաշի, ախ, մատերը չեմ Այդենց։ Չեմ կարող, ոչ։ Վերջին ուժերն է, տեսնենք։ Քաշի։ Չեմ կարող, ոչ։ Նենց թեժա հիմա, եվ։ Սին սևեն է սերեխեք աշխատում։ Վերջ, դեղիների աղտանակ։ Ես ինչ էմոցիաներ։ Ես չեմ կարող հիմա նկարագրեմ, ես Ադե մի նկարի։ Հենց էտա սապկի նկարեն, ոնց ես դու միջև վշ պայքարում, մատիզ նայի, ու գիտես ինչ ուժեղ ես պայքարում։ Ես ուզում եմ բոլորիդ մի շատ կարևոր բան ասեմ, ֆանտաստիկ եք աշխատել։ Ձեր ծնողները կարան ձեզնով հպարտանան, ոնց մինչև վերջ դուք պայքարեցիք։ Ելներս այսօր մենք ունենք հոբելար մեր Սուսիկի ծննդյան օրնը մի հատ ուզում են բարձր ծափարենք, ամենաբարձր։ Մենք պատրաստված չէինք, որ քո ծննդին նվեր տայինք, բայց լավա որ մենք ունենք գործընկեր, որը սիրում ես երեքը մեկ
Սուրճը կամ տաք շոկոլադ։ Տաք շոկոլադը չես սիրում։ Տաք շոկոլադ սիրում։ Այս մեծ փաթեթը քեզ, այստեղ շատ բուչինո տաք շոկոլադներ կա։ Ուսով եմ մի քիչ կսպոփեն քեզ, որ դու այսօր դուրս մնացիր, բայց լավ պայքարեցի։ Դե մի բան ասա, հերոստատողին ու գնամ։ Մի բան։ Լավ խաղ։ Ապրեսին։ Այկեք։ Ասա մի բան ասա, վակցինայի որդին նոր կնա։ Ասա դու։ Լավ խաղ։ Ադելան։ Լավ պայքարել ես, ապրես։ Այո։ Դե հիմա չստացվեց միջև աշխարհից, բայց Հաղթողներին ցանկանում եմ լավ խաղ։ ապրես տես։ Դու էլ ասա։ Ես եկել էի հաղթելու վայելելու համար։ Մենակ վայելեցիր այս դեպքում։ Էդ է կա, բացի այդ ուզում եմ մաղթեմ լավ խաղ։ Պարտությունը տղու համար է լավ։ 100% դու տղա ես։ Ապրես։ Արի հələ։ Մի բան ասա հələ։ Սա որ լավ է։ Հա, ավելավը մասնակցեցի, կարևոր չէ որ պարտվեցի, բայց հաղթելով ես պարտվել, դու միջև ես պայքարել ես, նա չապրես, ես քեզ հպարտ, ես քեզ չէի ճանաչում, հենց ինձ չտես։ Պուտուր, բայց պայքարեցին քո համար, տեսար, չէ, շատ չես ներվի, չէ, արպի, դե մի բան ասա նոր կնա, դե մի բան ասա։ Ինչ ասեմ, կարևորը մասնակցեցի։ Ապրես, վայելեցիր, դենտարին։ Եվ մեր այսօրվա երկու հերոսները, դուք իրար ճանաչում էիք։ Ոչ շատ թիմային էիք աշխատում, դրա համար եմ ասում։ Երկուսիդ էլ 10 բալանոց հալալա, որտեվ իրանք համել քաշովել էին ձեզնից բարձր։ Մյուս թիմը դա ավելի էր բարդացնում այս դեպքում, բայց երկուսիդ էլ հալալա, ապրեք դուք ձեր թիմին դուրս եք բերեք Կիսա եզրափակիչ, ես ձեզ նաև մաղթում եմ, որ դուք դուրս գաք եզրափակիչ, իսկ մենք տեղափոխվում ենք Կիսա եզրափակիչ խաղ։ Շատ լավ, այս պահին պետք է արվի վիճականություն արվելու է բու սրճային ըմպելիքներով։ Մեկը կապուչինո է, մյուսը տաք շոկոլադ։ Հիմա դուք որը ռանդոմ վերցրել եք, բայց պետք է ասեք, պետք է նաև գուշակեք։ Արտյոմ։ Շոկոլադ։ Տաք շոկոլադ, հոտ քաշելով։ Կապուչինո։ 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 Ինչ կզգում։ Չես զգացած։ Տաք շոկոլադ։ Տաք շոկոլադ։ Կապուչինո։ Եվ վերջինը Տաք շոկոլադ։ տաք շոկոլադ։ Հիմա տաք շոկոլադն իր հետ կանգնեցին, կապուչինոներն իրար հետ։ Դու ինչ էր։ Ես կապուչինո։ Կապուչինո ստեղ, տաք շոկոլադը ստեղ մոտ եկեք։ Դուք երեքով մի թիմ եք դարձել։ Ես շնորհավորում եմ ձեզ։ Դա մեր գործընկերոջ միջոցով կամ իր շնորհիվ դարձա, կամ ձեզ այդպես բախտել վիճակված, դուք էլ երեքով մի թիմ եք դարձել։ Երկու թիմերն էլ մաղթում եմ հաղթանակ, ասեմ որ այս խաղից հետո 3 հոգին լքելու են, 3-ը անցնեն եզրափակիչ։ Ես հաջողություն եմ մաղթում եւ գնում ենք Կիսա եզրափակիչ խաղ։ Arm Games Kids-ի շրջանակներում նորից նոր խաղ է լինելու։ Խաղը կոչվում է անհարմար նետում։ Անհարմար նետում։ Ֆիտնեսի գնդակները մասնակիցները պետք է կարողանան շատ արագ նետեն հատուկ պատրաստված տարածքի մեջ։ Հաղթունային թիմով առաջինն ավարտում է գնդակները։ Խաղը ինձ թվում է շատ պարզ է։ Շատ գեղեցիկ ձևավորված տարածք։ Երեխեք պատրաստ եք։ Հա։ Առաջինը ով 6 գնդակը նետում է այս յուրահատուկ տարայի մեջ, նա էլ ճանաչում է հաղթող։ Պատրաստ։ 1 2 գնաց։ Արդեն 2 միավոր ունեն։ Երեխեք դուք եք արագ նետեք։ Առաջին արդեն միավորը ունեն։ Տեղ ունեն 3 միավոր։ Տեղ 3 միավոր ունեն։ Արդեն 4 միավոր ունեն։ 5 միավոր ունեն։ Եվ վերջ։ Ես ինչ արագություն չհասցրեցին կողմնորոշվենք երկար ձեռքերով այս երիտասարդը հաղթումը հաղթանակ է պարգևում, շնորհավորում ենք քեզ։ Անունդ Գագիկին, Էդոին եւ Մարիային շնորհավորում եմ, դուք եզրափակում եք սիրելիներս։ Շնորհավորում եմ, գնացեք պատրաստվեք։ Հələ եկեք մի հատ, եկեք։ Ես հարց ունեմ։ Երեխեք,
կանգնած նայում եք, գցում է հետևից գցեք էլի, ինչի պաուզա տվել տենց։ Ես պրոստը սենց ասեմ, էլի մասնավորապես դուք երեքով եք, դե նայեք, իրան պահել եք, ես երակը շատ հետաքրքիր է, ընդամենը մեկ փուլ առաջ երեքով մեծ պայքար տարակ, դուք պահեցիք այս հրաշքին, եկաք հասակ ստեղ։ Մի քիչ ափսոսում եմ, ձեզ երկուսից շատ կուզեի եզրափակում տեսնել, բայց ասեմ, այս խաղը պարտվել եք ռազմավարությունը գիտեք, չէ՞ ինչ է։ Ռազմավարության պատճառով։ Կանգնած էիք։ Ստեղ արագ շարժվում էին, բայց չեք տխրում, արդյոք ինչ կասես։ Դե հավ պայքար։ Միջև վերջ ռիզեք դեր կարևորը։ Միջև վերջ պայքարել եք։ Դու ասես, իրենս։ Դե մենք փորձում ենք հասնենք եզրափակիչ փուլ, բայց մեր ստրատեգիան ուրիշ ձև էր։ Ստացվում։ Դու ասա, փոչուր։ Չգիտեմ, կարանք եւ հաղթեինք, բայց չգիտեմ, մի քիչ Դե ոչինչ, մի նեղվեք, որպեսզի շատ չնեղվեք, որպեսզի մի քիչ ավելի ուրախ գնաք։ Մեր գործընկերը, այս երեքը մեկ սուրճերը, կապուչինոն, տաք շոկոլադը, ձեզ եւ ձեր ընտանիքի սիրելիներս։ Ձեզ շնորհակալ եմ, սա ֆանտաստիկ խաղի համար, ապրեք ջիգարներ։ Ապրեք։ Ափսոսում եմ ձեզ։ Հասանք եզրափակիչ փուլ է անցել, անունը 017 Գագիկը Մարիան եւ Էդոն։ Հիշեցնեմ, որ մեկ հոգի է հաղթելու եւ տուն տանի Vega ընկերության կողմից պատրաստած PlayStation 5-ը։ Իսկ հիմա բացատրեմ խաղի կանոնները։ Եզրափակիչ խաղ։ Մասնակիցները համարակալված 1-ից 10 թվերով կուբիկները պետք է հերթականությամբ շարեն։ Հաղթում է այն մասնակիցը, ով առաջինը հավաքում է շարելով աշտարակ։ Ով առաջինը աշտարակը հավաքում է 1-ից 10, նա էլ ճանաչվում է հաղթող։ Կարևոր է, որ թվերը լինեն նույն գծի վրա։ 1 2 գնաց։ Ամեն մեկ ունի իր ռազմավարությունը, Էդոն արդեն սկսել է աշխատել։ Իրեքը ուրա վաշ։ Օդ գցի, էլի տղես, լավ հայտնեց, օդ գցի։ Ահա։ Այստեղ երիտասարդը առջև է անցել, այս երիտասարդը արդեն անցել է առաջ։ Ահա։ Վայ։ Ահա, 7 Արդեն Էդոն Վերջ! Ստոպ! Ծուռա դրե, մի վարկյա։ Նայք ինչ տեղի ունեցավ։ Մեր գեղեցկուհին Սումա նայք ես ինչ ճիշտ է։ Հատել ամնուտ ասա։ Մարիան այսպես թե այնպես կհամաձայնվի, որ այս փուլում չհաղթեց։ Համաձայն ես։ Ես շատ ուրախ եմ, որ դու մեզ հետ ես եղել։ Ես ուզում եմ քեզ տալ սուրճ խմում ես, ընդհանրապես դե տունը խմում են 3-1 կապուչինո, դու տաք շոկոլադ խմի։ Քո տարիքը սուրճի տարիք չի։ Մեր գործընկերոջ կողմից բուսրճային ըմպելիքների այս փաթեթը քոնն է, որտեղ նաև կա տաք շոկոլադ, կապուչինո, բայց ապրեսած չեմ, դու լավ պայքարեցի։ Մի հատ ուզում եմ ծափարենք հրաշք մարդուն, ով չհաղթեց եզրափակչում, բայց պայքարեց։ Ճիշտ է։ Ես քեզ շնորհավորում եմ, ծափարություններով ճանապարհենք մեր հրաշքին։ Դու կարող ես գնալ։ Սիրելիներս, ստացվեց այնպես, որ գրեթե հավասարության մեջ ավարտեցին։ Երկուսուդ է ճանաչվում եք հաղթող սիրելիներս։ Այո, օպերատորները չգիտես ինչի հաշվում են իմ ջեբի տարողությունը, բայց ամեն դեպքում Vega ընկերությունը պատրաստել էր մեկ հաղթողի համար PlayStation-ը, ես ուզում եմ ծափարենք, շնորհակալություն հայտնենք Vega ընկերությանը։ Էդո ջան, քանի որ առաջինը դու ես վերջացել, ամեն դեպքում քեզ տանք։ Vega կահույքի եւ տեխնիկայի ամենամեծ ցանցը Հայաստանում, այո, մեր գործընկերը, մեր հրաշալի պարտներ, այսօր այս հրաշալի PlayStation-ը նվիրեց քեզ։ Vega ընկերությունը նախատեսել էր 1 PlayStation, մենք ունեցանք 2 PlayStation, անպայման դու նաև կունենաս քոնը, որտեղ 2 հաղթող ունենք։ Շնորհավորում եմ։ Այո, այսպես ծախսատար ավարտվեց Arm Games-ից 3-ը, ես շնորհավորում եմ բոլորիս, որովհետև այսօր ունեցանք ֆանտաստիկ տոն երեխաների եւ նրանց ծնողների համար։ Եվ վստահ եմ բոլոր Arm Games խաղի սիրահարների համար։ Կտեսնենք։